Հայաստանի վարչապետը Գերմանիայում արել է, կարելի ասել սենսացիոն, չափազանց իրարամերժ, նույնիսկ վտանգավոր հայտարարություններ, որոնց առանձին կանդրադառնամ։ Այս անգամ անդրադառնանք նրա մի շատ պարզ հայտարարությանը։ Հայաստանը նպատակ չունի դուրս գալու ԵԱՏՄ-ից, բայց նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ։ Դա սկզբունքորեն մեկը մյուսին հակասող հայտարարություններ են։ Դա նման է մի այսպիսի հայտարարության. ես հիմա ուզում եմ սենյակից դուրս գալ, բայց ես չեմ ուզում սենյակից դուրս գալ։ Որովհետև անհնար է գնալ դեպի Եվրամիություն, միաժամանակ ցանկանալով մնալ ԵԱՏՄ-ում։ Դրանք իրար հակասող ցանկություններ են եւ գործնականում դա անհնար է իրականացնել։ Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչև մենք ԵԱՏՄ-ից ինչ որ մի պահի կարող է դուրս գանք, եկեք պատրաստվենք ԵՄ-ին անդամակցությանը, մեր երկիրը այնպես համապատասխանենք Եվրամիության չափանիշներին, որ օրը գա նման որոշում ընդունենք, բայց ես լինելով եվրոպագետ, եվրոպական ինտեգրացիան ուսումնասիրելով Երևանի պետական համալսարանում, մագիստրատուրայում, ես դες կարող եմ հավաստիացնել, որ այդ հայտարարությունը, եթե դրան չի հետևում մի շարք քայլեր, մեր կապարանոց հայտարարությունը եւ ընդհանրապես նպատակ ունի ընտրություններից առաջ մոլորեցնել ընտրողին, խաբել եվրոպական երազանքներով, ձայներ ստանալ, բայց մնալ ԵԱՏՄ-ում։ Տեսեք, Եվրամիության դեպի անդամակցության ճանապարհ ընտրող երկիրը անցնում է ընթացակարգեր։ Հայաստանը 2013 թվականին արդեն դրա ճանապարհին էր, որը կոչվում էր ասոցիացման եւ ազատ առևտրի պայմանագիր։ Բոլոր բանակցությունները անցել էին, ինտեգրացիոն այդ փուլը անցել էին առանց դրա, այսինքն առանց քաղաքականապես ասոցացվելու, ընդունելու համապատասխան օրենքներ եւ ստեղծելու տնտեսական ազատ գոտի Եվրամիության հետ, որը ներառում է մարդկանց, կապիտալի, աշխատուժի, ազատ տեղաշարժը, անհնար է նախապատրաստվել Եվրամիության անդամակցությանը։ Այսինքն այդ գործընթացը պետք է անցնել, որը տևում են տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Հայաստանը նման process չի սկսել։ Հայաստանի այսօրվա իշխանությունը չի վերսկսել այդ process-ը, որը Եվրամիության անդամակցելու պայմանն է։ Առանց ազատ առևտրի գոտու, առանց քաղաքական ասոցացման անհնար է ինտեգրվել Եվրամիությանը եւ ընդունել Կոպենհագենյան չափանիշները, որոնք շատ խիստ են։ Եվ դրանց որոշ դրույթներ հակասում են ԵԱՏՄ-ի ընդունած նորմերին, չափանիշներին։ Կարող եմ բերել պարզ օրինակ, նույնիսկ գյուղատնտեսական ապրանքների ստանդարտները տարբեր են։ Եվ որպեսզի դու համապատասխանես եվրոպական չափանիշներին, դու պետք է ընդունես համապատասխան օրենքներ, որոնք ընդունելու դեպքում կհակասես ԵԱՏՄ-ի որոշումներին։ Հիմա Հայաստանի մաքսային քաղաքականությունն ամբողջությամբ որոշվում է ԵԱՏՄ-ում։ Դու չես կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի ընդունած որոշումները կատարել եւ Եվրամիության չափանիշները ընդունել։ Իհարկե, որոշ տեղ դրանք կարող են նույնական լինել, բայց որոշ տեղ հակասել իրար։ Բայց եթե դու ինքդ չես հռչակել ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ, դու չես կարող հռչակել ԵՄ-ին անդամակցելու նպատակ։ Սա պարզագույն մանիպուլյացիա է, որի միակ նպատակն է, ինչպես ասացի արդեն, մոլորեցնել ընտրողներին, նրանց վաճառել ընտրություններից առաջ եվրոպական երազանք, բայց ընտրություններից հետո շարունակել մնալ ԵԱՏՄ-ում եւ դրանով ըստ էության անվստահություն ձեռք բերել թե արևմուտքում Եվրամիության գործընկերների մոտ, թե ԵԱՏՄ-ում։ Այստեղ հարց է առաջանում, թե կոնկրետ ում է ցանկանում խաբել Հայաստանի իշխանությունը, բայց տպավորությունը հենց այս քայլերով ես նշեցի, եթե իսկապես անկեղծ ցանկություն ունենան եվրոպական ուղով գնալու, հենց այսօր կանչեին եւ կասեին, եկեք մի հատ վերանայենք ասոցիացման եւ ազատ առևտրի համաձայնագիրը, փոփոխություններ անենք եւ ստորագրենք, բայց ոչ։ Ընդունվում ստորագրվում են բազմապիսի ձևական եւ անիմաստ հայտարարություններ, բայց գործնականում Եվրամիության համար կարևոր ինստիտուցիոնալ առումով կարևոր փաստաթղթեր չեն ստորագրվում եւ այստեղ է, որ իրենք բացահայտում են իրենց կեղծիքը։ Սա շատ երկար թեմա է, ես կարող եմ դետալներով դրան անդրադառնալ ու հիմնավորել, բայց այսքանը բավարար է, որպեսզի դուք համոզվեք, որ մեծ հաշվով Հայաստանի ղեկավարությունն այսօր խաբելու է ոչ թե Եվրամիությանը, ոչ էլ ԵԱՏՄ-ին կամ ռուսներին, այլ սեփական ժողովրդին, սեփական ընտրողներին, նրան վաճառելով այնպիսի խոստումներ, ակնկալիքներ ու հույսեր, երազանքներ, որ երբեք էլ մտադիր չի լինելու իրականացնել։